ինչու եք ընտրել հենց Հայաստան դաշինքը։ Շատ շուտվանից եմ իրան համակրում, նախ ամուսնուս համակուրսեցին է եղել, իսկ հիմա մենք ուղղակի Երևան էին գնում, ճանապարհին տեսանք ու կանգնեցինք։ Իրեն ղեկավարած տարիներին Հայաստանը ծաղկում էր։ Իրենից բացի ես ոչ ոքի չեմ տեսնում։ Եթե ռացիոնալ մտածում ենք, մեր ղեկավարներից ամենաէֆեկտիվը եղել է ինքը։ Բոլոր ցուցանիշներով, ինչ ասեմ, թվեր չեմ ուզում բերեմ, որովհետև դա հայտնի փաստեր են։ 97 թվին ես ստանում էի 18,000 դրամ աշխատավարձ։ 2008 թվին իմ աշխատավարձը 180,000 էր։ Եվ դա մենակ իմ մոտ չի, ասենք ուսուցիչների մոտ, ես դե ուրիշ սֆերայում եմ աշխատել, բոլորի մոտ։ Էլ չեմ ասում թոշակները, էլ չեմ ասում մենք ապահով էինք, ուսես բան չկար, մենք ով էր քաղաքականության մասին մտածում կամ ինչ-որ դրա մասին խոսում կամ բանը վախի մթնոլորտ կար, թե ինչ-որ մեկը կհարձակվի մեր վրա։ Մենք զբաղված ենք բոլորս մեր գործերով։ Չոքումա Նիկոլա թուրքերի դեմ, թուրքերը մեր ազգին կոդորել են, հիմի Նիկոլի հետքերով գնանք, թուրքերն էլ ես մարդուց են վախնում, Հայաստան դաշինքի Քոչարյանից են վախում, իրա ցավն էլ տանեմ, Նիկոլի տիրոջ մեր է։ 10 տարի ղեկավարել է մեր երկիրը, իրա ամբողջ ղեկավարած ժամանակ ես տեսել եմ լավը զարգացումը, տնտեսական, թե մեր անվտանգությունը։ Ինքը ունի մի խոսք, հան փեչատա, չեն փեչատա։ Դա հերիքա, որ հասկանանք իրեն։ Ռոբերտ Քոչարյանի գործը տեսել ենք 10 տարի ու համոզված ենք նույնը լինելու է ու ավելի լավը։ Շատ բան կա փոփոխվելու, շատ։ Հիմնովին ամեն ինչ քանդված է։ Մեր այսօրվա իրականությունը ինքը արդեն հուշում է, թե ում պետք է ընտրել։ Ստաբիլ երկիր, առանց հիստերիկայի, առանց շիզոֆրենիայի նոպաների, հանգիստ, նորմալ, խաղաղ, բայց ոչ թե այս գնով խաղաղություն, 5000 հոգու կյանքով խաղաղություն պետք չի, ոչ մեկին պետք չի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ես անելանելի վիճակի պատճառով մեկնել եմ Ռուսաստան, որ աշխատեմ, փող ուղարկեմ իմ երեխաները ապրեն։ Այնպիսի աշխատանք, որ չնայած երկու բարձրագույն կրթությամբ, ես շատ ավելի ցածր աշխատանք եմ կատարել դրա համար։ Հետո երբ որ եկել եմ, Քոչարյանի ժամանակ եկել եմ, զարմացել եմ, երբ որ համեմատել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը եւ այդ, որ այն ժամանակ, ասենք, մենք մի կերպ, ասենք, նավթ էինք ճարում, որ գոնե լույս լիներ երեխեն դասը սովորեր կամ մի կտոր հաց օջախ վառեինք, որ ճաշ ուտեր այդ երեխեն հաց ուտեր։ Մայրուղիներին, որ կանգնեիր, ժամերով 5 հատ ավտո չէր անցնում։ Ես որ եկա Քոչարյանի ժամանակ զարմացա, որ այդ երուսերը տեսա։ Եվ իրականում մարդիկ եղան գնացած, որ հետ եկան։ Գնացողը շատ քիչ է պատահում, որ հետ գա։ Բայց ուրեմն լավ էր, չէ՞ որ հետ եկան։ Հետո արդեն ամեն ինչ փչացավ Քոչարյանից հետո։ Ռոբերտ Քոչարյանը ինչքան աշխատել է, լավ աշխատել։ Մենք ոչ թե այսպես ենք ապրել, այսպես ենք ապրել։ Արուրը մեշոկը 5000-ով է, իսկ հիմա արդեն դարել է 15000։ Ես Նիկոլին չեմ հավատա, ես չեմ հավատա նրան, չէ, որովհետև խապեպա մարդ է, թուրք է, լրիվ Ղարաբաղը ինքը ծախեց։ Հայաստանի 90% լրիվ կուտապ է թուրքերում։ Էշ միազնվատը, եկեղեցին է կազնետը, մեջիտ կդաշն է, մոլլա կբերել է, տերդերներում կանե։ Հայաստան դաշինքին աջակցն ամենակարևորը մի բան է, որ վստահ ենք, որ երաշխավորված խաղաղությունը կունենանք, անպայման կունենանք, որովհետև խաղաղություն խոստացողին գիտենք, գիտեմ ես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ տեսել ենք, որ մի անգամ կարեցել է ու ավելի բարդ պայմաններում։ Ու վստահ ենք, որ երկրորդն էլ է կարողանալու։ Խաղաղությունը որ եղավ, այսքան բանը կարեցողը մնացածը շատ ավելի լավ կանի։ Տղամարդ առաջնորդը։ Իսկ դա արդեն հերիք է, որ շատ բաներ կարողանա մի անգամից փոխել։ Ուժեղ առաջնորդ եմ ուզում տեսնել, հավասարակշռված, ուժեղ աշխատասեր, հայրենասեր։ Տղամարդ տղա է, դրամ էլ աջակցում ենք։ Միշտ ամենաուժեղ տղամարդ տղան ինքն է։
շատ մեծ հույսեր։ Ես մեր ամոթը կվերացնենք գոնե։ Աշխարհի մեջ խայդարակ եկել է։ Գոնե մեր նամուս ծասիվը կարանանք հետ բերենք։ Այն ժամանակ ես 6000 դրամով օմար էի ելում ծառայության, 6000 դրամով։ Ինք եկավ մեր աշխատավարձները պարտեցավ, մեր դուխը ելավ, թուրքը ռիսկեներ մեր կողմը նայր կամ կրագեր։ Ինքը որտեղ երթում էր, այդ չոպագալևը իրան տեղում դողում էր, ոնց որ հիմա իրա տղեն։ Իսկական ворդ մարդ է, տղամարդ տղա է, որ պետք է սաղին կզծնի։ Ամոթը մեր վրայից, մեր ազգի վրայից գցենք։ Հերիք էլի։ Խայդարակ ենք էլի։ Մենք մեր երեխեքից ենք ամաչում։ Վերջը չի կարել էլի։ Այս սիսոնս մենք չի մեռար։ Հերը չում տարնա, ես էլ եմ ընդեղ էլ է։ Այդ հրեղեն գնդակը չի կվենձի։ Ես մեղավոր եմ։ Մի խոսի ծերեք, որ բերանս բացվավ, անտանելի բաներ խոսամ, ցավը տանը։ Թող բոլորը լավ հիշեն։ Մեռնել կա։ Ես վախենում եմ մենակ հիմա, առաջ մեռնելու չէի վախենում, մենակ ծիպտակտիրոց էի վախենում, բայց հիմա վախենում եմ։ Ասա ինչ ես վախենում, որովհետև ես որ մեռա, ընդեղ տղերքին պատասխան չեմ կրա տա։ Անձի չեն ընդունել։